Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր քննարկելու ենք բանակցությունների արդյունքները։ Իրանում տեղի ունեցող բանակցությունները, իրանք տեղի են ունենում Օմանում, բայց Իրանի հետ Միացյալ Նահանգների բանակցությունները եւ Ադրբեջանում տեղի ունեցող Թուրքիայի եւ Իսրայելի միջև բանակցությունները։ Կարևոր շատ հարցեր են եւ կարևոր հետևանքներ կունենան արդյունքները։ Սկսենք վերլուծությունը, միջև սկսելը կոչ եմ անում ձեզ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, լայքեք անպայման այս վերլուծությունը եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին, ուրեմն նկարագրությունում նշած կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Անցնենք առաջ։ Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ զուգահեռ տեղի էին ունենում բանակցություններ Օմանում, ուրեմն Միացյալ Նահանգների եւ Իրանի եւ Ադրբեջանում Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Հիմա պետք է ամենակարևորը ասեմ, առաջերտին այն փաստը, որ բանակցությունները տեղի ունեցան Օմանում եւ Օմանի միջնորդությամբ, այլ ոչ թե ուղիղ բանակցություններ Իրանի եւ Իսրայելի միջև, կարելի ասել, որ առաջի պարտությունն է Միացյալ Նահանգների այս բանակցություններում, որովհետև Միացյալ Նահանգները պահանջում էին ուղիղ բանակցություններ տեղի չունեցան, տեղի են ունենում ոչ ուղղակի բանակցություններ Օմանի միջոցով։ Սա առաջին հարցը, Դոնալդ Թրամփը պնդում էր, որ ուղիղ բանակցություններն է միակ տարբերակը։ Երկրորդը այն, որ բանակցությունների զուգահեռ հենց Օմանի ափերի մոտ Միացյալ Նահանգները իր ավիակիր ուրեմն հարվածային խումբն է բերել եւ դրանով նաեւ ուժի ցուցադրություն է տեղի ունենում իհարկե։ Բանակցությունների արդյունքների մասին որևէ լուրջ տվյալներ չկան, բայց կան հայտարարություններ Վաշինգտոնից եւ Թեհրանից, որ բանակցությունները դրական մթնոլորտում են անցել, ինչը որևէ մեզ չի տալի հնարավորություն իրականում հասկանալ, թե ինչ ուղղությունով է շարժվում բանակցությունները։ Այս փուլում մենք տեսնում ենք իրանական մամուլում հայտարարությունները, որոնք ասում են, որ բանակցությունների ընթացքում Իրանը պահանջում է իր սառեցված միջազգային ուրեմն գումարների միանգամից փոխանցում Իրանին եւ պահանջում են, որ նույնիսկ Իսրայելը զրկեն միջուկային զենքից, դրա ոնց որ նախապայման է Իրանը դնում իբրև, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Սա իրանական մամուլի հայտարարություններն են, մենք չենք կարող լուրջ համարել իրանական մամուլի հայտարարությունները, որովհետև իրենց նպատակն է ներքին ուրեմն բնակչության վրա ազդելը եւ իրանք սա շատ երկար ժամանակ անցկացնում են։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ բանակցությունների արդյունքներ չկան, բայց մենք գիտենք, որ շաբաթ օրը նորից ուստի մեկ շաբաթ անց դրանից հետո տեղի են ունենալու բանակցությունների երկրորդ փուլը եւ իհարկե կարելի ասել, որ տեսնենք ինչ զարգացում կլինի, որովհետեւ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը ընդհանուր առմամբ մինչև մայիս ամիսն է իրենց ժամանակ տվել, որ բանակցություններով հասնեն արդյունքների։ Միացյալ Նահանգները այս փուլում չեն որևէ լուրջ հայտարարություն անում նրա մասին, որ արդյոք կստացվի թե չէ բանակցությունները արդյունքով ավարտել, բայց փաստորեն գնում են այդ բանակցությունների միևնույնն է, բայց տարածաշրջանում մենք տեսնում ենք պատրաստություն ռազմական գործողությունների համար։ Նույնիսկ այս օրերի ընթացքում երեք Դոնալդ Թրամփը արդեն բանակցություններից հետո նորից խոսել է ռազմական գործողությունների հավանականության մասին եւ ասել է, որ եթե այդպիսի գործողություններ լինի, ապա Իսրայելը կլինի գլխավոր հարձակվողը, իսկ Միացյալ Նահանգները միայն կաջակցեն Իսրայելին եւ կօգնեն, որ Իրանի դեմ գործողություններ ծավալվի։ Ուստի հարցը փակ չէ, բայց մենք սպասենք նոր զարգացումներին այս առումով։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանում տեղի ունեցող բանակցությունների Թուրքիայի եւ Իսրայելի միջև, պետք է ասել, որ Օմանում էլ իրականում բանակցողը կարելի ասել Իսրայելն է, այո, Միացյալ Նահանգներն են, բայց թեման Իսրայելին է գլխավոր առումով վերաբերվում։ Եվ փաստորեն մենք ունենք երկու ճակատ այս պահին տարածաշրջանում՝ Իսրայել-Իրան ճակատ, Իսրայել-Թուրքիա ճակատ։ Եվ այս առումով Իսրայելի բանակցությունները Ադրբեջանում տեղի էին ունենում Թուրքիայի հետ եւ մենք գիտենք, որ արդյունքներ չկա։ Ընդհանրապես որևէ արդյունք չկա, շոշափելի շարունակություն այնտեղ է լինելու է,
բայց մենք կարող ենք արդեն ասել, որ Թուրքիան այսօր հայտարարություն արել արտաքին գործերի նախարարությունը բանակցություններից հետո փաստորեն եւ ասելա, որ Սիրիայի անվտանգությունը իրանց համար կենսական կարևորություն ունի, ինչպես նաև տարածքային ամբողջականություն։ Այստեղ ուշադրություն։ Տարածքային ամբողջականությունը Սիրիայի ներառում է Հոլանի բարձրունքները, որոնք այս պահին ամբողջությամբ Իսրայելի վերահսկողության տակ են, ինչպես իսրայելական հատվածը, այդպես բուֆերային հատվածը եւ այդպես էլ սիրիական հատվածը Հոլանի բարձրունքների, ինչը նույնիսկ ավել, մի փոքր էլ ավել է Իսրայելը առաջ գնացել, ինչը նշանակում է, որ Իսրայելը խախտում է այդպես կոչված Սիրիայի տարածքային ամբողջականությունը, որի մասին Թուրքիան այսօր հայտարարություններ է անում։ Սա մեկ, Թուրքիան ասում է, որ մենք փաստորեն համարելու ենք, որ Իսրայելը այդտեղ ոչ օրինական է գտնվում եւ այդ տարածքները Սիրիայինն են։ Խնդիր համար 1։ Երկրորդը, որ աջակցելու է Սիրիայի անվտանգությանը եւ նույնիսկ զինելու է Սիրիայի զինված ուժերը։ Հիմա երկրորդ հարցն է այստեղ։ Առաջինը, որ եթե երկու մասից բաղկացած երկրորդ հարցը, եթե Սիրիայի անվտանգությունին Թուրքիան շարունակելու է աջակցել, ապա դա կարա ներառի նաև ռազմակայանների հարցը, որը օրակարգում է իրականում գլխավոր խնդիր այն է, որովհետև Թուրքիան ուզում է ռազմակայաններ տեղակայացնի Սիրիայի, ինչպես մենք քննարկել ենք արդեն եւ դուք գիտեք, ոչ միայն հյուսիսում, որտեղ որ դա արդեն կա, այլ թուրքական ներկայությունը ռազմական, այլ նաև կենտրոնում, Պալմիրայի եւ Համահոմսի հատվածներում։ Եվ այդ առումով մենք գիտենք, որ երկրորդ մասը այս նույն խնդրի այն է, որ Թուրքիան պատրաստվում է մատակարարել զենք եւ զինամթերք Սիրիայի զինված ուժերին։ Եվ այդ առումով կարելի ասել վտանգ է ստեղծվելու Իսրայելին, հատկապես Հոլանի բարձունքների ուղղությունով ի սկզբանե, այն առումով, որ 1 դա լինելու է վտանգ եկող Թուրքիայից, հենց թուրքական ներկայությունից, եւ վտանգ 2 Թուրքիայի կողմից աջակցված Հայաթ Տահրիր al-Շամ տերորիստական խմբավորման գործունեությունը, որոնց այսօր մենք կոչում ենք Թուրքիայի իշխանություն եւ Ալ-Ջուլանին համ նախագահ է, համ տերորիստական խմբավորման նախկին կամ դե ֆակտո ղեկավար։ Ուստի սիրելի հայրենակիցներ, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձել է ամեն ինչ անել, որ երկու կողմն էլ գոհ մնան, բայց չի ստացվում երկու կողմը գոհ որ մնա, այն իրավիճակում, երբ որ երկու կողմն էլ մաքսիմալիստական մոտեցումներ ունի եւ երկու կողմն էլ կարելի ասել իր շահերը ունի, որոնք իրար հակասում են։ Այդ առումով մենք գիտենք, որ ցանկություն կա ստեղծել մեխանիզմ, ոչ թե բարելավել հարաբերությունները, ոչ թե ստեղծել ջերմ ինչ-որ հարաբերություններ, ոչ, ստեղծել ինչ-որ մեխանիզմ, ըստ որը կտա հնարավորություն, որ Իսրայելը կրակելու ժամանակ Սիրիայի տարածքում չսպանի թուրքերին, որովհետև դա հասկանում են, որ միանգամից կբերի ավելի սրման եւ իրականում դա ձեռ չտալի ոչ Իսրայելին, ոչ էլ Թուրքիային առնվազն այս փուլում միջև լավ չզինի Սիրիան, որ Սիրիան պատրաստ լինի պատերազմի համար։ Ուստի դա նույն մեխանիզմն է, որի ձևաչափով Իսրայելը աշխատել է ռուսների հետ, որովհետև ռուսներին երբ հարձակվում էր սիրիացիքի վրա, ռուսների վրա չէր հարձակվում Իսրայելը, որովհետև ռուսների հետ կապ կար եւ այդ կապի շնորհիվ Իսրայելը իմանում էր, թե ռուսները որտեղ են եւ որ չհարձակվեր իրանց վրա։ Ուստի հիմա փորձում են ստեղծել այդ կապը Սիրիայի տարածքում գտնվող իրավիճակի շուրջ, ուրեմն Թուրքիայի եւ Իսրայելի միջև կարող է այդ կապը ապահովի Ադրբեջանը, բայց բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ոնց մենք հասկանում ենք, երկու բանակցություններ արդյունք չեն տվել, որովհետև Թուրքիան եւ Իրանը երկուսն էլ իսլամիստական օրակարգով Իսրայելի ոչնչացում են ցանկանում իրականում։ Մեկը Սիրիայի միջոցով, մյուսը այս պահին ինքն է Սիրիայով իրականում զբաղվում Իրանը, բայց այս պահին Իրանը չունի այդքան հնարավորություն, որ Սիրիայի միջոցով զբաղվի, եւ Իրանը ավելի հիմա միջուկային զենքի ուղղությունով է շարժվում, որովհետեւ պատկերացնում է, որ այտենց ավելի լավ կկարողանա Իսրայելի դեմ հարված հասցնի, քան թե ցամաքային ուղղությունով, որով կարողացել էր նախկինում, բայց հիմա ցամաքային ուղղությունը տրամադրել են, ես կասեի, համ Իրանը, համ Ռուսաստանը զիջեցին Սիրիան Թուրքիային, որովհետև Թուրքիան այսօր ավելի հզոր
ռազմական ուժ է, քան Իրանը եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան կարող է ծավալել ռազմական գործողություններ այնտեղ։ Ես կարծում եմ Թուրքիան այնքանով խելացի է, որ չի օգտագործի իր սեփական զինված ուժերը Իսրայելի հետ բախման համար, այլ կօգտագործի հենց սիրիական այդպես կոչված ուժերը եւ սիրիական իշխանությունին ի վերջո եւ չի հարձակվի միանգամից Թել Ավիվի վրա կամ Հայֆայի վրա կամ Իսրայելի ուրիշ քաղաքների վրա, այլ զուտ հոլանի բարձունքների մասին կլինի այս ամեն ինչը, եւ ես կարծում եմ, որ դա կլինի ապագայում, շատ մոտ ապագայում ենթադրում եմ, կարող է մի փոքր ավելի ուշոտ, միջև Սիրիան ոտի կանգնի, բայց հոլանի բարձունքները Ջուլանի համար, որը ծնունդով այդտեղից է եւ իր ազգը Ջուլանի գալիս է հոլանի բարձունքների անունից, դա լինելու է սենց հետաքրքիր կարելի ասել թատրոն, որը կազմակերպելու է նախորոք նրա համար, որ Ջուլանին ազատագրելու է իր պատմական հողերը, իր պապերի եւ այլն, եւ սուվերեն առումով ճանաչված է այդ հողերը ինչպես ուրեմն Սիրիայի միջազգային տարածք։ Բայց Միացյալ Նահանգները ճանաչում են այդ տարածքը ինչպես Իսրայելի տարածք, եւ Իսրայելն էլ այդպես է ճանաչում, եւ Իսրայելը չտա դրա հնարավորություն։ Ուստի մենք արդեն կարող ենք պատկերացնել, թե այդտեղ ինչ իրավիճակ է ստեղծվելու, գլխավոր հարցը այն է, ինչքանով Թուրքիան կզինի Սիրիային, հարց համար 1, եթե շատ զինի, ապա բարդ կլինի պատերազմական գործողությունները, եւ հարց համար 2 նաեւ կարա թե չէ Թուրքիան ինչ որ փուլում մտնի այդ պատերազմի մեջ։ Ուղղակի պատերազմի մեջ Իսրայելի հետ կամ Սիրիային առնվազն պաշտպանելու թեզի տակ ուրեմն այդ գործողությունները անի, ես կարծում եմ հնարավոր է, հավանական է, բայց այս փուլում դրա մասին խոսք չի գնում։ Ուստի այս փուլում դեռ հիբրիդային իրավիճակ է եւ մենք կշարունակենք հետեւել այս իրավիճակին, շնորհակալ եմ ուշադրության համար։